Նույն ծաղկամանի գործողությունն է անում, տեղը շատ քիչ է զբաղեցնում։ Ուղղահայաց գյուղատնտեսության սկզբունքով կաթիլային ոռոգման համակարգով պլաստմասե խողովակային այս ծաղկամաններում հնարավոր է առանձին տնկել 16 բույս ու ջրել լիտր ու կես ջրով։ Սկզբից մտածում էի գյուղատնտեսական բերք բարիք ստանալու մասին, հետո ընթացքում ծագեց այն միտքը, որ ինքը որպես ծաղկաման հնարավոր է որ գործի, երևի մոտ մի տարի փչացրել եմ այս ամեն ինչի վրա։ Մեկ տարում տասնյակ անգամ նախագծել սարքել, մինչև գտել է նյութերի ու հողի այն տեսակը, որոնց միջոցով հնարավոր է խողովակը ամուր պահել տարայի մեջ ու համաչափ ջրել բույսերը։ Որ ներքև ավելի քիչ ջուր կուտակվի, բոլոր տեղերում ջրվի։ Ընդհանուր ինքը շատ բարդ գործընթաց է, ուղղակի այդ ամեն ինչը մտածելով, չգիտեմ, աշխատասիրությամբ բերել ենք, հանգեցրել ենք նրան, որ դառնա սա։ Լոբի, ելակ, դդում, կանաչի, դեկորատիվ ծաղիկներ ու ցանկացած այլ բույս ճիշտ մշակելու դեպքում հնարավոր է աճեցնել ծաղկամաններում։ Ավելին մեկ ծաղկամանում միաժամանակ կարելի է դնել մի քանի տարբեր բույսերի սերմեր։ Ամեն ինչը ստացվող է ընդհանրապես կյանքում, ուղղակի ձգտում պետք է ունենաս ու աշխատասիրություն։ Պլաստմասե խողովակից այսպիսի գունագեղ ծաղկամաններ ստանալու համար ժիրայրից պահանջվում է 2-ից 3 օր։ Սա ստեղծագործական աշխատանք է ու ես ներքին հանգստություն եմ ստանում այս գործը անելուց։ Ծաղկանուշ Միրզոյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։